Բարի լույս, Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում, Ռի Նյուզ լրատվականը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Թողարկումը սկսենք ցավալի լուրով, Տավուշում հրդեհաշիջման ժամանակ վթարի է ենթարկվել հրշեջ մեքենան, զոհվել է փրկարար Տարոն Սիմոնյանը, տուժել է ևս 4 փրկարար։ Տարբեր մարզերում արդեն մի քանի օր է հրդեհներ են, սկզբից ճամբարակ թթու ջուր հատվածում էր, միանգամից 3 օջախ։ Հիմա արդեն Տավուշում, Դիլիջանի մոտ, տեղի բնակիչները դուռ լուսամուտ փակ են պահում, որ ծխից չխեղդվեն։ Թե ինչու են այսպիսի լայնածավալ հրդեհներ բռնկվել, հստակ պատճառը դեռ հայտնի չէ։ Երևանում հրդեհ չկա, բայց օդի որակն է կտրուկ վատացել։ Անի Հովհաննիսյանն է պատմում։ Արդեն 4-րդ օրն է Հայաստանի 5 մարզում անտառային հրդեհներ են մարում հրշեջները։ Արբանյակային այս նկարում կարող եք տեսնել այն կետերը, որտեղ այս պահին դեռ կրակ կա։ Հրդեհի առաջին բռնկումը Գեղարքունիքի մարզի ճամբարակ թթու ջուր հատվածում էր միանգամից 3 օջախով։ Առանձին օջախներ էլ Տավուշի մարզի Իջևան եւ Բերդ համայնքների անտառներում են։ Տեղի բնակիչները դուռ լուսամուտ փակ են պահում, որ ծխից չխեղդվեն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում է, որ կրակի մեծ մասը արդեն հաջողվել է մարել։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է խոտածածկույթի չորությունը, իսկ քամին օգնում է կրակին տարածվել։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 1830 փրկարար։ Գործի է տրվել 17 հիմնական եւ 143 օժանդակ տեխնիկա։ Երեկ երեկոյան տեղից Դիլիջանի համայնքապետն էլ ձեռքին ծխախոտ պատմում է իրավիճակի մասին։ Քննչական կոմիտեից հրդեհի պատճառների մասին պաշտոնական ոչինչ չեն ասում։ Խոստանում են բացահայտման հետքերով կգնան, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան, իսկ այն դեռ չկա։ Մասնագետները նշում են չորային կլիման, որ տեղում չկան։ Հիմնական պատճառը դա է։ Հրդեհաշիջման աշխատանքներից հետո նոր մենք կկարողանանք հստակ ասել, թե որ հատվածում որքան տարածք է այրվել, իսկ այրվել է հիմնականում խոտածածկ եւ բուսածածկ տարածք կամ ջերմահարված ծառեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռներն են մասնակցում, արդեն մի քանի տասնյակ թռիչք են իրականացրել, ջուր տեղափոխել այրվող տարածքներ։ Երևանի քաղաքապետն ասում է, այն, որ հիմա մայրաքաղաքը մշուշի մեջ է, նաև հանրապետության տարբեր հատվածներում հրդեհների պատճառով է։ Սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին եւ մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում, պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Օդի որակի համար ավելի վտանգավոր է, երբ այրվում են կիսաչոր տերևներն ու ծառերը, քան լրիվ չորացածը։ Մեծ զրույցում ասում է շրջակա միջավայրի նախարարության փորձագետը։ Ցանկացած կենսազանգվածի, նմանատիպ կենսազանգվածի չոր բուսական մնացորդների այրումից մթնոլորտ կարող են արտանետվել ածխածնի մոնոքսիդ, շմոր գազ, ոչ ցնդելի օրգանական միացություններ, ազոտի երկօքսիդ, որովհետև այդ բուսական զանգվածը կարող է նաև ոչ շատ չոր չլինի եւ այրումը թերի լինի, իսկ թերի այրման պրոդուկտից նաև կարան առաջանան դիօքսիններ, այսինքն ընդհանուր առմամբ կարան արվել, բայց թե ինչքան այս պահին տվյալ այրվող տարածքներին հարակից տարածքում օդի աղտոտվածության փաստացի վիճակը, այդ մոնիտորինգը չի արվում եւ դրա տվյալները առկա չեն, քանի որ տվյալ տարածաշրջանում մենք դիտականներ չունենք։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ու խուսափել խոտի այրումից։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սյանոսյան, Ռեոփեն մեդիա։ Ազգային ժողովում կայացել են Հայաստան խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները նվիրված Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Գլխավոր դատախազը հրաժարվել է մասնակցել պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը։ Ի նշան բողոքի կառավարության անդամների համար նախատեսված սեղաններին տեղադրվել են քաղբանտարկյալ համարվող անձանց լուսանկարները։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի լուսանկարը։
Խորհրդարանում բացակայ իշխանականների աթոռներին այն մարդկանց լուսանկարներն են, որոնց ընդդիմությունը համարում է քաղբանտարկյալ։ Ազգային ժողովում խորհրդարանական լսումներն էին նվիրված Հայաստանում քաղբանտարկյալներ լինել չլինելու եւ նրանց իրավունքների վերականգնման թեմային։ Հայաստան խմբակցության նախաձեռնած քննարկումն անցավ առանց ՔՓԱ-կանների, իսկ գլխավոր դատախազությունից նախորդին հայտնել էին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ծանրաբեռնվածության պատճառով ներկա չի լինի։ Լսումները բացելով Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը թեման որակեց ակնհայտ տեսանելի եւ անհերքելի։ Ըստ նրա այս լսումները հրավիրվել էին ի պատասխան երկրում ժողովրդավարության հետընթացի։ Լսումների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ։ Ընտրովի արդարադատությունը, որը դրսևորում է, ինչպես մենք տեսնում ենք, անարդար դատավճիռներով, աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Պատգամավոր Էլինար Վարդանյանը կոնկրետ թվեր հնչեցրեց։ Նրա հաշվարկով մոտ 7 տասնյակ անձ է այսօր ենթարկվում քրեական պատասխանատվության, քաղաքական դրդապատճառներով։ Ժողովրդավարության հետընթացի պայմաններում իհարկե ահագնացել են քաղաքական ճնշումները եւ այս պարագայում մեր տվյալներով 60-ից ավել իսկ իմ գնահատականներով գրեթե 70 անձ ենթարկվում է քրեական հետապնդման, բնականաբար քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր հերթին կոչ արեց ընդդիմությանը միավորվել, պնդելով, որ քաղբանտարկյալների գոյությունը ոչ թե անձնական պատմությունների շարք է, այլ ողջ երկիրն ախտահարած հիվանդություն։ Մարդկանց անտարբերությունը եւ լռությունը այո ծնում է քաղբանտարկյալներ։ Ինչ ճիշտ հասկացեք, այստեղ որևէ անձնական պատմություններ չեն։ Քաղբանտարկյալները անձնական պատմություններ են եւ անձնական պատմություններ չեն։ Ընտանեկան են այո մարդիկ կամ բարեկամներ եմ տեսնում, բայց դա երկրի պատմություն է, երկրի քաղաքական ողբերգություն է։ Եվ այո ամեն մի անձնական ընտանեկան պատմության հետևում կա երկիր եւ այդ երկրի դարդը, այդ երկրի խնդրեմը, այդ երկրի հիվանդությունը։ Եվ եթե մենք չհասնենք կարդինալ փոփոխության 9 հունիս ամսին, դրանք կլինեն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ վերջին ընտրությունները, եթե գործող իշխանությունը կարողանա հաղթանակ տանել։ Պիտի խնդրեի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միանան։ Ցանկացած պայմանով մենք համաձայն ենք միանալու համար։ Միացեք, սարքեք մի հատ կուռ բևեռ եւ հանգիստ կարող ենք ջարդել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը մեծ հետ զրույցում մերժեց մեղադրանքները, պնդելով, որ 2018-ից ի վեր ոչ մի միջազգային կազմակերպություն չի հաստատել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը։ Ոչ մի միջազգային կառույցում հաստատված չի, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ։ Մինչդեռ այն խմբակցությունը եւ այն մարդիկ, որ այսօր ներկայացված են այդ լսումներին, իրենց առաջնորդների ժամանակ Հայաստանում նույնիսկ միջազգայինները հաստատել են, որ եղել են քաղբանտարկյալներ, ինչպես գիտեք, ամենավառ օրինակը նաեւ Միեդի վերջերս կայացված վճիռներ նաեւ, որ իրենց առաջնորդների օրոքն նույնիսկ խախտվել է մարդու կյանքի իրավունքը։ Ըստ Ղազարյանի լսումների նպատակը հասարակության շրջանում որոշակի տպավորություն ստեղծելն է։ Որոշումը եղավ, որ չմասնակցել սրան, որովհետև համարում ենք, որ այս նման օրինակ հայտարարությունները միտում ունեն ուղղակի մարդկանց մոտ ինչ-որ տպավորություններ թողել, ոչ ավելին, ընդդեմ 2026 թվականի ընտրությունների։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց գործընկերների աթոռներին դրված լուսանկարներին, առաջարկելով դնել նաև նրանց լուսանկարները, որոնք նախկինում նրա խոսքով լրագրողների ծնոտ էին կոտրում եւ հեռուստաալիքներ փակում։ Հիմա լուսանկարներն են, առաջին հենց վարչապետի աթոռին դրված է Աջապահյանի, Սրբազանի անելու համար դրա գնահատականը այս մարդիկ խոսքը քրեորեն պատժելի է, մարդը խոսքի համար է դատապարտված։ Այս մարդիկ խոսք չեն ասում, ախի դատապարտված։ Այս թեժ բանավեճի ֆոնին ամեն օր ավելի են հեժանում քննարկումները առաջիկա ընտրություններից առաջ։ ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր ասուլիսում կոչ արեց նախկին նախագահներին։ Եվ իմ խոսքը նաև ես ուզում եմ ուղղել նախկին նախագահներին, պաշտոնաթող նախագահներին, ասել, որ պարոնայք պաշտոնաթող նախագահներ։ Եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք
չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Եվ նաև ուզում եմ ասել հետևյալը, քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, եւ դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Թաթոյանի պնդումը Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը համարում է նիկոլական խոսույթ։ Տեսակ այդ ընտրություններին չմասնակցելու խոսույթը նախկինների ներկաների դա նիկոլական խոսույթ։ Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթ։ Անկեղծ ցավում եմ դրա համար եւ կարծում եմ դա հաջողության հասնելու ճանապարհը չի։ Ընդդիմադիր падգամավորը կարծում է, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը եւ հնարավորությունները երկրում իրավիճակը փոխելու համար։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Անվտանգության խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Քննարկվել են ԱԽ լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային եւ ռազմավարական բնույթի հարցեր։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԱՊԿ երկրների ղեկավարները Բիշկեքում հանդիպել են առանց Հայաստանի։ Մեր դիվանագետներից մեկն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց արտգործ նախարարության օրակարգում չկա։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, բայց եւ չի խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալ-չգալու խնդրին, ասել, որ նման հարց արտաքին գերատեսչության օրակարգում չկա։ Սաֆարյանը հավելեց, ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց եւ չի խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին։ Ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնենք։ Մինչդեռ ազգային ժողովի նախագահը արձագանքելով լրագրողների ճշտող հարցին ասել է, թե ՀԱՊԿ-ից փաստացի դուրս եկած ենք։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշկեքում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ըստ նրա, մեր երկրի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն։ Գագաթնաժողովին նախատեսվում է կազմակերպության նախագահությունը Ռուսաստանին փոխանցելը, որը փաստացի տեղի կունենա 2026-ի հունվարի 1-ից։ Դեռ 2024-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն տարվա մարտին չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ն չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին։ Մենք խնդրում ենք, ակնկալում ենք, նաև պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը մեր հարգելի գործընկերները ՀԱՊԿ-ի պատասխանեն մի հարցի, որն է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունը։ ՀԱՊԿ-ն պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Դրանից հետո արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի իր բաժին ֆինանսավորմանը։ Հայաստանը ձեռնպահ կմնա հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024 թվականի բյուջեի մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ չառարկելով տվյալ որոշման սահմանափակ ձևաչափով ընդունմանը։ Փաշինյանը նախորդ տարվա հունիսի 14-ին ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է, իսկ ավելի ուշ ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Դրա խոսքով կազմակերպությունը նույնիսկ սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում։ Հակառակը կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մերի Դանիելյան, Reopen Media։
Նշեմ նաև, որ 2026 թվականին Բելարուսում ՀԱՊ-2 զորավարժություններ կանցկացվեն ըստ Բելարուսի պաշտպանության նախարարության ՀԱՊԿ-ի անխորտակելի եղբայրություն և պատնեշ զորավարժությունները կանցկացվեն 2026-ի հոկտեմբերին։ Մայրաթոռում կայացած եպիսկոպոսած ժողովը դատապարտել է պատարակների ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսի անվան զեղչման դեպքերը, շեշտելով, որ նման արարքը ենթակա է խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը։ Ժողովը նաև կարևորել է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների արդեն քանի շաբաթ է եկեղեցու շուրջ կատարվողը հանրային ու քաղաքական օրակարգի մշտական թեմաներից է։ Հիսուս Քրիստոսին է ուժմախթում ԿՊԱ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, որ ամենակարող Տերը մեր բոլորի հոգևորը բժշկի, իսկ լրատվամիջոցների համար կարծում է առանձին Տեր Աստծուն դիմելու կարիք կա։ Եթե սա է մեր երկրի հոգևորականի դեմքը, ուրեմն Տեր Հիսուսին ցանկանում է մեծ ուժ բուժելու մեր հոգևորը։ Իսկ Հայաստանի լրատվությունը անհույս է, բուժման ենթակա չէ։ Երևի այդ մասով էլ Աստծուն խնդրեմ։ Հունանյանը նմանատիպ ուշագրավ հայտարարություններով էլի է աչքի ընկել։ 2 ամիս առաջ անդրադառնալով կաթողիկոսի դեմ արշավին, ասում էր, եթե կաթողիկոսը սուրբ է, ապա ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ եւ իմ որդու հայրն էլ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Սրբերից ու կույսերից անդին Մայրաթոռում նախորդին եպիսկոպոսատ ժողով էր։ Լուր մտնում ու լուր դուրս էին գալիս հոգևորականները քննարկման դահլիճից, իսկ քննարկման առարկան ենթադրաբար Վեհափառի եւ Մայրաթոռի շուրջ բորբոքվող քաղաքական ու հանրային խոսույթներ։ Դուք ունեք պատասխանը ինչու է զեղչվել ձեր ներկայությունը։ Ժողովին այդ հարցերը կհնչեն պատասխան։ Մինչև եպիսկոպոսատ ժողովը Աբ รา համ Սրբազանն ասում էր, որ իր եւ Փաշինյանի ներկայությամբ պատարակին Վեհափառի անվան զեղչումն է քննարկվելու ժողովին։ Հնարավոր է քննարկման թեման եղել է նաեւ իշխանություններին միացող հոգևորականների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների հեռացման կարգալուծության հարցը։ Մայրաթոռը հայտարարություն է տարածել, որ քննարկել են պատարակին կաթողիկոսի անվան զեղչումը։ Եպիսկոպոսած դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Կիրակի վարչապետին ընդունել, ձեռքը սեղմել ու այդ ներհամբուրել մեկ այլ Մասացիոտ ընթեմի առաջնորդ գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա մինչ այդ ակտիվ քննադատում էր իշխանություններին, անվանում ուխտադրժություն այն, ինչ ինքը արեց Կիրակի։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ստամբուլի դատարանն ընդդիմադիր լրագրող Ֆաթիհ Ալ-Թայլիին դատապարտել է 4 տարի և 2 ամիս ազատազրկման Թուրքիայի նախագահին սպառնալու մեղադրանքով։ Հայտնի լրագրողը ձերբակալվել էր հունիսի վերջին, մեղադրողները նվազագույնը 5 տարվա ազատազրկում էին պահանջել։ Հետաքննությունը սկսվել է Ալ-Թայլիի հոդվածից, որտեղ նա ենթադրություն էր անում Թուրքիայի նախագահի հնարավոր ցմահ կառավարման մասին, ապա հիշեցրել, որ Թուրքիայի պատմության ընթացքում սուլթանից դժգոհներ նրան սպանում էին։ Մեղադրողներն այդ ձևակերպումը համարել են սպառնալիք նախագահին։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշայ Գյուլերը ելույթ ունենալով խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ գոհունակություն է հայտնել Միացյալ Նահանգներում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ համապարփակ համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Գյուլերն ընդգծել է, որ Անկարան ուշադիր հետևում է զարգացումներին և աջակցում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու ուղղված բոլոր ջանքերին։ Նախարարը միաժամանակ նշել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զգալի առաջընթացը։ Վերջին օրերին ակտիվացան հայ-թուրքական թեմաները, երբ Թուրքիայի արտգործնախարարը բաց հայտարարեց, թե երբ կկարգավորեն հարաբերությունները, կբացեն սահմանը, որ ամեն ինչ կապված է Ադրբեջանի հետ եւ այլն։ Այս առիթով Ֆրանսիայում ապաստանած թուրք մտավորական Ահմեդ Ինսելիի հետ զրուցել է մեր ֆրանսալեզու թողարկումների հեղինակ Հասմիկ Արաքելյանը։ Տեսնենք ինչ է պատմել նրան հայամետ թուրք մտավորականը եւ վերադառնանք։ Özür diliyorum, հայեր ներեք մեզ արշավը 17 տարի առաջ Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցեց եւ հայոց ցեղասպանության մասին գրեթե 1 դար լռությունից հետո թուրք մտավորականները ոչ միայն խոսեցին, այլև հրապարակավ ստորագրահավաք անցկացրին, որով ներողություն էին խնդրում, որ չեն կարողացել կանխել հայոց մեծ եղեռնը։
Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի եւ եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից։ Այս տեքստի եւ քարոզարշավի հեղինակները Թուրքիայի առաջատար հրատարակչություններից Իլեշի թիմի համահիմնադիր պրոֆեսոր Ահմեդ Ինսելն էր, լրագրող Չենգիզ Ակթարը, պրոֆեսոր Բասքն Օրանը եւ Ագոսի լրագրող Ալի Բայրամօղլուն։ Ընդամենը մի քանի օրում ավելի քան 32,000 թուրք իր ստորագրությունը դրեց այս խնդրագրի տակ եւ առերեսվեց սեփական պատմության սև էջերին։ Ահմեդ Ինսելն ասում է, սրանով իրենք նաեւ ներողություն էին խնդրում, որ չեն կարողացել պաշտպանել Հրանտ Դինքին։ Ամենից շատ մեզ մոտիվացրել էր դրանից 1 տարի առաջ մեր ընկերոջ Հրանտ Դինքի սպանությունը։ Մեզ համար դա իր տեսակով յուրատեսակ պարտք էր Հրանտի հիշատակի առջև, որ շարունակեինք Հրանտի սկսած գործը, որով նա զբաղվում էր տասնամյակից ավելի։ Նպատակն էր նախ բարձրաձայնել հայոց ցեղասպանության հարցի մասին, բայց միևնույն ժամանակ երկխոսություն ստեղծել, որպեսզի ցեղասպանության ճանաչումը տեղի ունենա գիտակցման, այլ ոչ թե պարզապես փաստի արձանագրման միջոցով։ Իսկ մինչ այդ 90-ականներից երիտասարդ պատմաբաններն արդեն սկսել էին վերլուծել հայերի ջարդերը, ավելի ու ավելի հաճախ օգտագործելով ցեղասպանություն հասկացությունը, եւ դա միայն 1915-ը չէր, խոսվում էր նաեւ 1955-ի ջարդերի մասին, որոնց օգ գնացին հույները, հայերը, հրեաները։ Այսինքն մենք գտնվում էինք մի ժամանակաշրջանում, երբ առերեսվում էինք Թուրքիայի Հանրապետության վերջին 100 տարվա պատմության հետ, ոչ միայն հայերի ցեղասպանության, այլև փոքրամասնությունների կամ ձախակողմյանների դեմ կիրառված բազմաթիվ բռնությունների փաստերին, հատկապես 1980-ի հեղաշրջումից հետո։ Ինսելը քեմալական եւ մուսուլմանական ընտանիքից է, հասակ է առել Ստամբուլի Կուրտուլուշ բազմազգ թաղամասում, հայերի հետ կողք կողքի։ Էրդողանի վարած քաղաքականության խիստ քննադատներից է։ Համոզված է, առաջիկա 100 տարում եւս Թուրքիան չի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Իր գրած Էրդողանի նոր Թուրքիան գրքի առանցքում Թուրքիայի ժողովրդավարության հարցն է, որը նա կապում է հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ։ Այս չճանաչելը բռնության այս ժխտումը ներառյալ հայոց ցեղասպանության, բայց նաև հույն եւ հրեա փոքրամասնությունների դեմ տարբեր մասշտաբի ճնշումները 1938-ին ալևիների կոտորածը, Դերսիմի ջարդերը հանգեցնում են նրան, որ այդ հիշողությունների ժխտման պատճառով թուրք հասարակության երևակայության մեջ մշտապես բռնության բռնկման հակում կա։ Կարելի ասել, սրանով քնեցրած բռնարարը կարող է արթնանալ, այսինքն այն ինչ ճնշվում է, պարբերաբար վերադառնում է տարբեր մակարդակներում, սոցիալական հարաբերություններում, առօրյա կյանքի շփումներում, միջանձնային հարաբերություններում եւ այլն։ Հետևաբար ժողովրդավարացումը խղճի ազատությունն է։ Խոսքի ազատությունը թույլ է տալիս։ Ինչպես տեսանք 2000-ականներին, երբ Թուրքիայում սկսեցին քննարկել, բացատրել, գրքեր հրատարակել ցեղասպանության եւ բռնությունների թեմայով։ Ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեշնչման արարողություններ իրականացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, մարդկանց իրազեկել, քննարկել եւ գիտակցել տեղի ունեցածը։ Սա մեր ունեցած միակ զենքն է։ Ժողովրդավարության եւ հայոց ցեղասպանության ճանաչման միջև կապը հենց սա է։ Սորբոնի համալսարանի նախկին պրոռեկտորն ու Ստամբուլի Գալաթասարայի համալսարանի պրոֆեսորը կասկածում է, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի։ Կարծում է, այս հարցում Ադրբեջանն է ճնշում գործադրում Թուրքիայի վրա։ Ու թեև պաշտոնական Երևանն ու Բաքուն կարծես խաղաղության պայմանագիրը ստորագրելու ճանապարհին են, բայց Ադրբեջանը դեռևս այլ պահանջների խաղաքարտեր ունի։ Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման, եթե Ադրբեջանն իր համաձայնությունը չտա։ Մի հանգամանք կա, որի վրա հարկավոր է ուշադրություն դարձնել։ Ադրբեջանը Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունի իր նավթով, եւ ներկայիս իրավիճակում, երբ Թուրքիան հարկադրված է Իրանից գազ չգնել, Ռուսաստանից նավթ չգնել, Ադրբեջանը այս տեսակետից ուժեղ է։ Էրդողանը պրագմատիկ է արտաքին քաղաքականության մեջ, թեև դեսպոտ է իր երկրի ներսում, պրագմատիկ, որը կարող է երկու իրարամերժ բան անել՝ մեղադրել Իսրայելին, բայց շարունակել առևտուր անել։ Այս առումով գուցե Թուրքիան Հայաստանի համար մի պատուհան բացի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Թուրքիան շահագրգռված է եւ կարող է դրդել Հայաստանին եւ Ադրբեջանին բացել Զանգեզուրի միջանցքը, որ Նախիջևանն ուղիղ կապ ունենա Ադրբեջանի հետ։ Երեք երկրների միջև եղած դիվանագիտական վերջին թարմացումներին մանրամասն չեմ տիրապետում, որ ավելին ասեմ այս մասով։ Մի բան հստակ է, Ահմեդ Ինսելը շեշտում է, 2000-ականների սկզբին իրենց նվաճած դիրքերից նահանջել է Թուրքիայի հայամետ հասարակությունը։ Այլևս չեն կարողանում հրապարակային միջոցառումներ կազմակերպել, հանրահավաք իրականացնել Թաքսիմ հրապարակում, ինչպես դա արել են 2008-ից 2016 թվականներին։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։
Ահմեդ Ինսելի հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել Reopen Media-ի YouTube-յան ալիքում։ Իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ մոտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Զուգահեռ ռուսների հետ ամերիկացիները ևս բանակցում են, բայց շատ տարօրինակ ձևաչափով։ Ուկրաինան, իր դաշնակիցները և Թրամփի վարչակազմը իրար հետ են բանակցում, Թրամփի թիմն ու ռուսները առանձին։ Ամեն դեպքում նորից լույս է երևում թունելի վերջում, այս պահին կա մեծաբանականություն, որ պատերազմը մինչև տարվա վերջ կարող է ավարտվել։ Ուկրաինական ռազմաճակատում եւ դրա շուրջ իրավիճակը շարունակում է սրվել, զուգորդվելով ակտիվացող դիվանագիտական խմորումներով եւ նորանոր հայտարարություններով։ Անցած գիշեր Ուկրաինայի հարավ-արևելյան Զապորոժիե քաղաքը ենթարկվել էր ռուսական ուժերի զանգվածային դրոնային հարձակման, ինչի հետևանքով վնասվել էին բնակելի շենքեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարձակումը տեղի է ունեցել, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմաճակատի տարբեր ուղղություններով, մասնավորապես Պոկրովսկի շրջանում իրենց զորքերի առաջխաղացման եւ Զատիշա գյուղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Ամերիկացիների կողմից առաջարկ է եղել, որը մենք բավականին ընդունելի ենք համարում։ Այսքանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ է լարվածությունը մեծանում։ Ռուսական դրոնը ռեկորդային խորությամբ ներխուժել է Ռումինիա, ստիպելով օդ բարձրացնել ռումինական եւ գերմանական կործանիչները։ Սա արդեն 13-րդ նման դեպքն է։ Մենք գործ ունենք ռուսական անօթաչուի նոր ներխուժման Ռուսաստանի կողմից Ռումինիայի դեմ նոր սադրանքի հետ։ Անօթաչու, որը ռումինական բանակը եւ գերմանացի օթաչուները փորձել են խոցել։ Բանակցային գործընթացն ընթանում է տեղեկատվական լարվածության պայմաններում։ Կրեմլը հերքել է Աբու Դաբիում խաղաղության ծրագրի քննարկումը, հաստատելով միայն գերիների փոխանակման շուրջ շփումները, իսկ մամուլի արտահոսքերը որակել որպես գործընթացին խոչընդոտելու փորձ։ Բիշկեկում Վլադիմիր Պուտինը Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի ժամանակ ներկայացրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքը։ Ուրախ կլինեմ ձեզ տեղեկացնելու Ուկրաինայում խաղաղ ճանապարհով մեզ համար ընդունելի եւ ցանկալի արդյունքների հասնելու ուղղության մասին։ Գիտեմ, որ դուք հետևում եք դրան եւ միշտ մտահոգված եք դրանով։ Դուք այն մարդկանցից եք, որոնք ձգտում են այս հակամարտության ավարտին։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկել Միացյալ Նահանգների առաջարկած ծրագիրը, պայմանով, որ բանակցություններին մասնակցի նաև Եվրոպան։ Զգուշանալով տարածքային զիջումների Թրամփի հարկադրանքից, նա դաշնակիցներին կոչ է արել Ուկրաինայում տեղակայել զսպող ուժեր եւ շարունակել աջակցությունը, մինչև Ռուսաստանը պատրաստ չլինի իրական խաղաղության։ Մենք հաստատապես համոզված ենք, որ Ուկրաինային վերաբերող անվտանգային որոշումները պետք է ներառեն Ուկրաինան։ Դա էր մեր դիրքորոշումը Ժնևում, եւ միշտ Եվրոպային վերաբերող անվտանգային որոշումները պետք է ներառեն Եվրոպան։ Եվ նույնը վերաբերում է Կանադային, Ճապոնիային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, այլ երկրների եւ յուրաքանչյուր ազգի։ Սա արդար է եւ դա իսկապես աշխատում է։ Քանի որ երբ ինչ-որ բան որոշվում է երկրի կամ նրա ժողովրդի թիկունքում, միշտ մեծ ռիսկ կա, որ դա ուղղակի չի աշխատի։ Ֆինանսական եւ քաղաքական ճնշմալծակները եւս գործի են դրվել։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան աշխատում են Եվրամիության հետ ռուսական սառեցված ակտիվները Կիևին աջակցելու համար օգտագործելու ուղղությամբ, իսկ Լոնդոնը խոստանում է նոր հրթիռներ։ Այս բազմակողմ ջանքերը զուգադրված ՄԱԿ-ի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչի հետ ցույց են տալիս, որ չնայած ռազմաճակատում Ռուսաստանի ճնշմանը եւ Միացյալ Նահանգներից եկող փոփոխական ազդակներին, Եվրոպան փորձում է կանխել Ուկրաինայի կապիտուլյացիան եւ հասնել կայուն խաղաղության։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, առավել թարմացված տեղեկատվությամբ Prnews-ը եթերում կլինի ժամը 13-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։